մոտ 300,000 հայ խորհրդային Հայաստանից, 200,000 ԽՍՀՄ մյուս հանրապետություններից, ևս 100,000 էլ այլ երկրներից։ Ընդհանուր առմամբ մոտ 600,000 հայ է մասնակցել երկրորդ համաշխարհային պատերազմին։ Կեսից ավելին չի վերադարձել։ Մեր տարածաշրջանում եւ Խորհրդային Միության ապրող այլ ժողովուրդների հետ եթե համեմատում ենք, այո, բավական մեծ թիվ էր տոկոսային հարաբերակցությամբ, մարդահամարի տվյալները, որ բերում համեմատում ենք վիճակագրական մասնակցությունը, բավական մեծ թիվ էր։ Տոկոսային հարաբերությամբ տարբեր վիճակագրություններով հայերից շատ հերոսներ ԽՍՀՄ-ից ունեցել են ռուսները, բելառուսներն ու հրեաները։ Բացի խորհրդային Հայաստանից շատ հայեր պատերազմ մեկնում էին Ադրբեջանից եւ Ուզբեկստանից։ Որպես ազգային փոքրամասնություններ նրանց նկատմամբ վերաբերմունքն այլ էր, ավելի պահանջկոտ էին։ Գերմանիան առաջ էր շարժվում դեպի ԽՍՀՄ խորքերը։ Ֆաշիստական հաջողության դեպքում Թուրքիայի համար բացվելու էր նոր ճակատ, նոր գիծ, եւ այդ ճակատի թիրախային կետը լինելու էր Հայաստանը։ Համաշխարհային պատերազմը սկսելուց առաջ, հայրենական պատերազմը սկսելուց առաջ ընդամենը անցել էր 20 տարի, որ կորցվել էր մի ամբողջ տարածք, մի ամբողջ հայրենիք, եւ սա նաեւ խիստ պահանջ էր նորից դրվում հայրենիքը պաշտպանելու։ Պատերազմի ընթացքում ռազմաճակատի 1 հրամանատար ենք ունեցել՝ Հովհաննես Բաղրամյանը։ Ունեցել ենք բանակի 3 հրամանատար՝ Բարսեղովը, Խուդյակովը եւ մի որոշ ժամանակ նաեւ Բաղրամյանը։ Հետագայում նա ստացել է մարշալի կոչում։ Բաղրամյանը մասնակցել էր նաեւ Սարդարապատի հերոսամարտին։ Ընդհանուր առմամբ Խորհրդային Միությունում 5 մարշալ ենք ունեցել։ Իրականում հենց պատերազմի ժամանակ մենք մարշալ չենք ունեցել, բացառությամբ ավիացիայի մարշալ Խուդյակովի, որը բանակի գեներալին էր հավասարվում, եւ Իսակովը, ով ծովակալ էր, բայց սպայական կազմի մեջ բավական մեծ դերակատարում ենք մենք ունեցել։ Դա ըստ պատմական գիտությունների թեկնածու Հայկ Գրիգորյանի կապված էր գիտելիքների հետ, ով ուներ կրթություն, ավարտում էր տեխնիկում, ուղարկում էին զինվորական 5-ից 6 ամսյա ուսումնարաններ, ծառայության մյուս մասն արդեն անցնում էր ռազմաճակատում։ Գրիգորյանը կարևորում է նաև թիկունքի աշխատանքը։ Անաստաս Միկոյանը ղեկավարում է ռազմաճակատ, սնունդ եւ զինամթերք ուղարկելու աշխատանքը։ Պատմաբանի գնահատմամբ փայլուն էր անում իր գործը։ Մեր զորամիավորումները, որ տեղական դիվիզիաները կազմավորվեցին մեզ մոտ եւ այստեղից գնում են, բնականաբար Կովկասով են գնում։ Եվ երբ որ մենք ուշադիր նայում ենք մեր անցած ուղին, մեր զորամիավորումների, ազգային դիվիզիաների, բոլորը Կովկասից սկսեցին իրենց այդ ճանապարհը։ Եվ մենք լեռներում միշտ լավ ենք կռվել, եւ դա նորություն չէր, գաղտնիք չէր, եւ հենց մենք այնտեղ մեր ներդրումն ունեցել ենք։ Ըստ պատմաբանի հայերն այդ ժամանակ հակակշռում էին գերմանացի ալպինիստ զինվորականներին, բայց Խորհրդային Միությունը մեծ էր, շատ ազգեր կային, ու բոլորը չի որ խոսում էին մի լեզվով։ Այդ իսկ պատճառով ազգային 22 դիվիզիա ստեղծվեց, 6-ը հայկական։ Այդ դիվիզիաները տարբեր ճակատագրեր են ունեցել, որոշները ցրվել են, որոշները թիկունքում են մնացել, իսկ Թամանյան դիվիզիան հասել է մինչև Բեռլին։ Ասել, որ առաջինը հայերն են Բեռլին մտել, դժվար է։ Թամանյան դիվիզիան մեծ օպերացիայի մի մասն էր, բայց որ հայերն առաջիններից էին եւ այդ օրը Գերմանիայի մայրաքաղաքում քոչարի են ապրել, պատմական փաստ է։ Այս պատերազմը պատահական չենք ասում հայրենական պատերազմ, որովհետեւ հայրենական պատերազմ Խորհրդային Միության համար, որովհետեւ պետական բոլոր ինստիտուտները ներգրաված էին կազմակերպչական, ռազմական եւ բոլոր գործողությունների մեջ։ Եվ այդ տանկային շարասյունը մեր սփյուռքահայերի նվերն էր, որը կազմակերպեց եկեղեցին եւ նվիրեց ռազմաճակատ։ Սասունցի Դավիթ տանկային շարասյունը պատմաբանը մեր հպարտությունն է համարում։ Ասում է, հայ առաքելական եկեղեցու եւ Սփյուռքի համատեղ ջանքերով է ստեղծվել։ Առհասարակ պատերազմի ընթացքում ռազմաճակատին տարբեր այդպիսի նվերներ են հասել։ 600,000 մասնակից, 328,000-ը տուն չվերադարձած։ Եղել են գյուղեր, որոնց բնակիչները կրճատվել են 50-ից 60%-ով։ Հայրենական պատերազմի ընթացքում ունեցել ենք 2 կրկնակի հերոս՝ մարշալ Հովհաննես Բաղրամյանը եւ լեգենդա առօթաչու Նելսոն Ստեփանյանը։ 99 հոգի հերոսի կոչում է ստացել։ Ըստ պատմական գիտությունների դոկտոր Կլիմենտ Հարությունյանի աշխատության, ունեցել ենք ռազմաճակատի, բանակի, կորպուսի հրամանատարներ եւ բարձրաստիճան սպաներ։ 69 գեներալ պատերազմի մասնակից, 83-ին էլ շնորհվել է պատերազմից հետո։ Խամփերյանցը պատերազմի ընթացքում արդեն մարշալ էր։ Պատերազմից հետո Հովհաննես Իսակովին շնորհվել է Խորհրդային Միության նավատորմի ծովակալի կոչում։ Պետության պատմության ընթացքում այդ կոչմանն արժանացել է 3 հոգի։ Մարշալի կոչում է շնորհվել Հովհաննես Բաղրամյանին, Համազած Բաբաջանյանին զրահատանկային զորքերի, Սերգեյ Ագանովին ինժեներական զորքերի, Սիմոն Հովհաննիսյան, Գևորգ Սիանոսյան, Ռենյուզ Արմենիա։